Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը գալայի հետ զրույցում մի քանի օր առաջ անդրադառնալով Արցախցի բարերար գործարար Լևոն Հայրապետյանի կալանավորմանը հիշեց ֆորումի 15-րդ հոբելյանական համագումարը, որի ժամանակ Լևոն Հայրապետյանը զղջացել էր եւ հայտարարել, որ ինքը ճակատագրական մեծ սխալ է թույլ տվել ֆինանսավորելով Սերժ Սարգսյանին ընտրություններից առաջ։ Այժմ Հայրապետյանի այդ ելույթը հայտնվել է համացանցում։ Նշենք, որ ֆորումի համագումարը տեղի է ունեցել 2013 թվականին։ Ես կարծում եմ, որ Հայաստանում այսօր անօրակ ղեկավարություն է։ Չնայած բոլորին անձամբ շատ մոտիկ գիտեմ։ Որովհետև այդ եմիգրեյշնը, որ Հայաստանից գնում է, շատ ցավալի է։ Եվ այդ պատճառները պետք է դադարեցնեն։ Ու ես ասել եմ TV-ով, որ պատճառը ոչ թե հանձի պրոբլեմ կա, աշխատանքի, արտարություն չկա։ Իսկ վերջինս արտարության վերականգնման հիմնական ուժը տեսնում է Սփյուռքի մեջ։ Անդրադառնալով Քոչարյանի ժամանակ երկրում ստեղծված իրադրությանը, Լևոն Հայրապետյանը սուր քննադատության է ենթարկում նաև երկրորդ նախագահին։ Անկուշտ են։ Уже միլիոնատեր դարակ, դա կշտացեք, երեք։ Միլիարդատեր ուզում ես ասել։ Միլիարդեր։ Միլիարդատեր։ Միլիարդատեր աղքատ ժողովրդի մեջ դա ռեկորդ է։ Դա ռեկորդ է։ Աղքատ ժողովրդի մեջ դրա համար թոշակը $6 է բարձրացնում, ոչ թե 60։ Ես ասեցի, ես կարդացել եք ինտերնետում, որ մեր պարտքա արտաքին 4 բիլիոն 800 միլիոն է։ 4 միլիարդ։ Ասի Ռոբերտ, թող այդ արտաքին պարտքը փակի, այդ ժամանակ ոչ $6 կարելի է բարձրացնել, այլ $160 թոշակը, որ մարդիկ կարգին ապրեն։ Եվ դու կլնես հերոս 1000 տարվա։ Այլ ժողովրդի համար։ Աղքատը գել էր հավաքից, աղքատը տենց մնայել է։ Մենք լավ թոշակ կտանք։ Ես անձնական թոշակ կտամ 2000 ամիս։ Էդի հերիք է, որ Հայաստանում սովորած չմնա։ Գործարարն անդրադառնում է նաև Ռուսաստանի կողմից մեր հակառակորդին Ադրբեջանին հարձակողական զենք վաճառելու քաղաքականությանը։ Ստեղծված խնդիրը Հայրապետյանը համարում է գործող իշխանության անգործության արդյունք։ Եվ մինչև պրեզիդենտ դառնալը անձամբ խոսացել եմ, ասի երկրի վրա աշխատել ժողովրդի վրա, թե մեկին, թե երկուսին։ Ես շուտվանից գիտեմ, հարաբարձեմ չէ։ Ասում եմ, որ դուք ժամկետը որ վերջանում է, արեք հանգիստ փողոց դուրս գաք, առանց security, ման գաք, ասում եմ, խիտ չեն կարա, տենց ման գաք, ասի եթե գողն եք, չեք կարա, որովհետև կամ կթքեներեսին, կամ քարով կտան կամ։ Հիշեցնենք հայազգի խոշոր գործարար եւ հասարակական գործիչ Լևոն Հայրապետյանին ձերբակալել էին հուլիսի 15-ին փողերի լվացման եւ յուրացման կասկածանքով։ Վերջինիս գործը, սակայն շատերը քաղաքական հետապնդում են համարում։